Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի Հելտանքը լինի Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը Ժոսով հետքերով արկածների Դավիթ զգուշ եղի։ Ոնց դու կարաս նույնիսկ ուղիղ քայլելուց քեզ վնաս տաս։ Պապիկ ուր գնաց։ Որ կողմ գնաց։ Չգիտեմ։ Պապիկ։ 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 Ահա, երեխաներ սա պատսում է, որ մեր նախնիները, երեխաներ! Արմեն, հորդորում եմ դադարեցնել որոնումները։ Դուք պապիկի հետ արդեն ուսումնասիրել եք Վահագնի մասին առասպելները։ Հարձագողի ճանապարհը անվանակոչվել է Վահագնի պատվին։ Այնպես որ ավելի լավ է մի բան կեր, առավոտից անդադար ուսումնասիրություններ ես անում։ Ումից, բայց քեզնից չի սպասում Շահանե քույրիկ ջան։ Ես մի առասպել եմ հիշում, որ ինչ որ մեկը քավորից դարմանա գողանում, բռնվում է ու ամոթից բարձրանում է երկինք։ Հիմա ես ո Մովսես Խորենացին չեմ, որ առասպել հորինեմ։ Միտեղից լսել եմ, չէ՞։ Արմեն, Մովսես Խորենացին առասպելներ չի հորինել։ Առասպելները ժողովրդական ծագում ունեն։ Ճիշտ է։ Բայց ես ժողովուրդ չեմ, որ առասպելներ հորինեմ։ Ժողովուրդ ես, երեխաներն էլ են ժողովուրդ։ Այդ էլ ես ճիշտ ասում։ Արդեն երկու ճիշտ բան եմ ասել։ Քո հավանականության տեսությամբ երրորդն էլ եմ ճիշտ ասում։ Ընդմիջում արեմ։ Որ մենք ընդմիջում անենք, պապիկ են ծով ապ ընտրելու։ Տեսնես սոված են թե կուշտ։ Լավ Շահանե ջան, մի դրամատիզացրու։ Աննան հաստատ մի բան մտածած կլինի գորին կերակրելու համար։ Վերջ, ես հարազդվում եմ։ Ես կմնեմ անտառում կաղինք ուտեմ կապրեմ։ Պետք չի կաղին ուտել։ Այ, ես չէի ուզենա ընդմիջում անել, բայց ուտելը կարևոր է։ Գորջան, քանի հաց ենք ուտում մի հատ հարց կարամ տամ։ Այս 2 ժամը մենք որտեղ ենք գնում։ Դե, նախնական ուղղությամբ։ Հիմա պապիկն է կորել, թե մենք։ Լավ էլի Մարիա ջան, հիմա դրա ժամանակը չի։ Հիմա մենք պապիկին ենք փնտրում, թե փրկություն։ Մի քանի օր առաջ պապիկն ինչ-որ բան էր փնտրում այս հարկում։ Գտա։ Հա, ինչ-որ քարտեզի կտոր ձեռքը գորած գտա, ենթադրում եմ գտել է։ Ինչ քարտեզ էր։ Չգիտեմ, դրանից հետո էլ չեմ տեսել այդ քարտեզը։ Այն ինչը պապիկին պետք էր Շահանե քույրիկ ջան, էլ վաղուց էս արքում չի։ Ես ավելի լավ է գնամ տեսնեմ ով է հարդը գողացել քավորից։ Հարդ գողացել է Վահագնը։ Այ Շահանե քույրիկ ջան, Վահագնը ոչ առաջին, ոչ էլ վերջին հարդ գողացողն է։ Ցավոք սրտի հարդ մինչ օրս էլ գողանում են։ Ինչ գիտես։ Հավանականության տեսությամբ։ Լավ, ասենք գտար առասպելը։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Հարգելի պատմության ֆակուլտետի ուսանող,
Ես մենակ փնտրում եմ իմ ընկերներին, ովքեր կորել են առասպելական երկնքի աստղազարդ ճանապարհին։ Կօգնես ինձ գտնեմ նրանց։ Բա ես։ Այդպես ազդեցիկ չի։ Արմեն, ստելը լավ բան չի։ Լավ։ Ես չափազանցրեցի պֆուջան։ Ինձ նաև օգնում է պապիկի թորնուհի Շահանեն։ Ուրիշի իրերը քչփորելն էլ լավ բան չի։ Ես թույլ եմ տալիս։ Քչփորի, բայց չափերը ճանաչի։ Ես էլ գնամ տուն տեսնեմ ինչ կարող եմ գտնել։ Լավ։ Այս երեխաները ուր կորան է։ Երեխաներ։ Պապիկ, Թոր դու դեռ էներգիա ունես։ էներգիան ինչ կապ ունի։ Կարևորը մի ձև գտնենք պապիկին։ Դավիթ լրիվ, առանցին էլ քո պատճառով կորցեցինք պապիկին։ Կամ մենք կորեցինք։ Որովհետև Արմենը մեր հետ չի։ Արմեն ինչ էր անելու։ Ոչ առասպել գիտենք, ոչ գիտենք թե պապիկ ուր ա գնում, ոչ էլ է սանտառնա վերջան։ Բայց տարօրինակ է։ Պապիկն ասաց, որ մենք առասպելներից ավելի հին գիտություն գիտենք աստղերի մասին։ Այդ գիտության պահը Արմենին դուր կգար։ Այո, հայ առասպելներում կա սանամոր մասին առասպել, որտեղ սանամայրը քավորից հարդ է գողանում։ Իսկ դրա հետ կապված ինչ-որ տարածքային հուշում կա, որ իմանամ որտեղ փնտրեմ։ Ոչ, դրանք անանուն ու անհասցե պատմություններ են։ Լավ դե աստղերի պահով մի բան մտածես, ինձ անպայման կտեղեկացնես։ Շահանե քույրիկ ջան։ Այս քարտեզներ գտել պապիկը։ Հա, հենց այս քարտեզներ։ Հենց այս քարտեզներ։ Հենց այս քարտեզներ։ Եթե ստեղա ուրեմն նրանց կորելու հետ ոչ մի կապ չունի։ Օփսոս։ Իսկ դու ինչ որ բան գտար առասպելի մասին։ Հա, պֆուն գտավ, բայց այդտեղ էլ հուշում չկար։ Ճիշտ է, հիմա կուզեի ցնծալ ուրախությունից, բայց հեսա մութը կընկնի ու ես դեռ անգամ պատկերացում չունեմ, թե որտեղ են իմ ընկերները։ Ես սանամայրերի մասին մի առասպել գտա։ Մեծ արջի համաստեղությունը կոչվում է նաև 7 սանամոր աստղեր։ 7 սանամայր մի քավոր են ունեցել։ Նրանց քավորին խնամելն իրար վրա են գցել։ Հետո քավորը մահացել է, Աստված նրանց պատժել է ու դարձրել աստղ։ Այ քեզ պատիժ։ Քանի աստղ։ 7։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Այս քարտեզը այդքան էլ անիմաստ չի։ Աննա! Գոր! Մարիամ! Են մեկ էլի անուն ինչ էր է։ Լավ թե կարևոր չի ինչ-որ։ Արմեն! Բասի, բայց Արմենը չկար, չէ։ Լավ է դել կարևոր չի։ Է ուր եք։ Պապիկ! Մարդ թոնը պապիկի անունը իմանար, տարբերության համար անունը կանչեր։ Բայց իրոք, պապիկի անունը ինչ է։ Գրքի վրա ինչ էր գրած։ Բա երիտասարդ տարիների գրած գրքերի վրա ինչ էր գրած։ Պապիկ։ Լավ, կարող է պապիկի անունը պապիկա։ Կարող է։ Պապիկ! Պապիկնա, պապիկ! Ինչ անուններ իր պապիկը գոռում։ Պապիկին կհարցնես, արագացրու հիմա էլ իրար չկորցնենք։ Սերինե! Մեծ մահեր! Վիշապ! Յուրի! Այ պապի ջան, վերջապես։ Հա, Արմեն, մի բան գտար։ Արմեն, ինչ է պատահել, խոսիր հետս։ Ես զգում եմ, որ այս քարտեզը պապիկին գտնելու բանալին է, բայց ոնց որ մի բան պակաս լինի։ Իսկ շատ բան թե քիչ։
Դու ճիշտ ես, շահանեք քույրիկ ջան։ Ոչ շատ, ոչ քիչ, ուղիղ կեսը։ Մեր մոտ գտնվում է քարտեզի երկրորդ մասը, իսկ առաջին մասը գտնվում է պապիկի մոտ։ Բայց այդտեղ ոչ մի ուրախանալու բան չկա։ Ինչի՞։ Որովհետև մենք գտել ենք քարտեզի երկրորդ կեսը, պապիկի մոտ գտնվում է առաջին կեսը։ Մեր քարտեզը ցույց է տալիս ինչ-որ վայրից դուրս գալու ճանապարհը, հետևաբար պապիկի քարտեզը ցույց է տալիս ինչ-որ վայր հասնելու ճանապարհը։ Դա նշանակում է, որ մենք չենք կարող հասնել այնտեղ, իսկ պապիկը չի կարող դուրս գալ այդտեղից։ Արմեն, Այո, մի բան եմ ուզում հարցնել։ Դու փնտրում ես իմ պապիկին, որովհետև անհանգստանում ես նրա համար, թե քեզ առասպելներն են հետաքրքրում։ չես հավատա, բայց երկուսն էլ շահանեք քույրիկ ջան։ Առանց պապիկ չկա առասպել, առանց առասպել չկա պապիկ։ Չկա պապիկ, չկա առասպել։ Հա, Բա, Ահա նայեք, այստեղ պատկերված է քարերի մի մասը, բայց կիսատ։ Պապիկ ջան, կարող է գնանք տանը անհանգստանանք դրա մասին, մեկը տեղը գտել ենք։ Գնանք, ավելի պատրաստված գանք ուսումնասիրություններին։ Հա, բայց ես հետ դարձից ճանապարհը չգիտեմ։ Ոնց չգիտես, ոնց եկել ես, տենց էլ կգնանք։ Դե գնա։ Եկեք։ Տան հարսը մարդագայլ է լինում։ Մի անգամ նրանց տուն հյուր է գալիս։ Հարսը հյուրի ոտքերը լվանալիս տեսնում է, որ դրանք շատ փափլիկ են։ Երբ բոլորը քնում են, հարսը գալիս է, որ հյուրին ուտի։ Հյուրն իսկույն հասկանում է, քաշում է դաշույնը եւ հարվածում է հարսի կրծքին։ Կաթն անմիջապես հարսի կրծքից ցայտում է երկինք եւ իր հետքը մշտապես թողնում է երկնքում։ Դրա համար էլ հարդագողի ճանապարհը կոչվում է նաեւ Ծիրկաթի, կաթի հետք։ Արմեն, կարող եմ ես պատասխանել։ իհարկե։ Կներեք, միայն դրա համար է կոչվում նաև Ծիրկաթին։ Ինձ էլ է թվում, որ այստեղ սանամոր պատմության նման թաքնված իմաստներ կլինեն։ Ծիրկաթինը երկնքի այնտեղն է, որը ժամանակին պատռվել է եւ այնտեղից հեղեղ է թափվել երկրի վրա։ Սանամայր, 7 աստղեր, մեծ արջի համաստեղություն։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ, եթե ես լինեի մոտ 5-6 հազար տարի առաջ ապրող աստղագետ, որտեղ կկառուցեի իմ աստղադիտարանը։ Սա առաջին դեպքն էր, երբ ես որոշեցի դեմ գնալ իմ սկզբունքներին եւ հետեւել գիտությանը թողած առասպելներին։ Եվ սխալվեցի։ Ընդամենը պետք է հասկանալ, թե որ հատվածից է մեծ արջի համաստեղությունը դիտվում այս շարվածքով ու վերջ։ Եթե գոնե մի բան գտնես, պետք է անհապաղ շարժվենք։ Ըստ պապիկի քարտեզի ճանապարհը վերջանում է այս հատվածում, այսինքն իրանք այդ հատվածում պիտի լինեն։ Գտար նրանց տեղը։ Դե հուսով եմ, եթե չեն տեղաշարժվել։ Գնացինք։ Չէ, շահանեք քույրիկ ջան։ Դու պետք չի գաս։ Բա որ դու էլ կորես։ Բա որ երկուսով կորենք, գոնե մեկը կլինի, որ օգնության հասնի։ Չէ, Արմեն, կգնանք միասին։ Այ շահանեք քույրիկ ջան, ես այդքան կորած տղայի դեմք ունեմ, որ ասում եմ մի արի, էլի մի բան գիտեմ։ Չէ։ Շահանեք քույրիկ ջան, մանա տանը էլի։ Չէ։ Դե լավ էլի։ Չէ։ Դավիթ, իսկ վստահ ես, որ մենք ճիշտ ենք գնում։ Այո, վստահեք ինձ։ Բայց ինչի՞ պիտի քեզ վստահենք։ Վստահեք ու չեք փոշմանի։ Տղաս, ես քո մանկական առողջությունը չունեմ, որ անverջ թափառում ես անտառում։ Պապի ջան, դու մեզ կորցրել ես, բայց ես կգտնեմ, կգնեմ, տես գտնում եմ։ Աստղերը երկնքի կանթերներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցվածք երկնային տաճարում եւ առանց ձեթի լույս են տալիս։
Աստղերը լինում են չար եւ բարի, ամեն մարդ ծնվում է, աշխարհ է գալիս մի աստղի տակ։ Դա իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է։ Եթե չար է, ուրեմն դժբախտ է։ Հասանք։ Լավ, հանձնվում եմ։ Մեզ Արմենն է պետք։ Կներեք երեխաներ, ես էի մեղավոր։ Ոչինչ, պապիկ, եթե կորեիր, միևնույն է գալու էին քեզ փնտրելու։ Իսկ մեզ հիմա ոչ ոք չի փնտրում։ Եթե հիմա պարզվի, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում ու գտնում ենք պապիկին, նշանակում է մենք բախտավոր աստղի տակ ենք ծնվել։ Եթե միշտ գտել եք, ուրեմն բախտավոր աստղի տակ եք ծնվել։ Եթե բախտավոր աստղի տակ եք ծնվել, ուրեմն էլի կգտնեք։ Հրաշալի է հնչում, բայց ափսոս ես նման գերբնական բաների չեմ հավատում, թե չէ հիմա ուրախությունից կցնծայի։ Արմեն։ Շահանեն։ Թեզը հաստատվեց, մենք բախտավոր աստղի տակ ենք ծնվել։ Կներեք ինձ, այս անգամ ամեն ինչ վերահսկողությունից դուրս եկավ։ Վերահսկողությունը վերագտնելու համար առաջարկում եմ ձեր ունեցած քարտեզին միացնենք այս մեկը։ Բայց քեզ որտեղից այդ քարտեզը։ Բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Եկեք վերադառնանք տուն, այնտեղ կզրուցենք։ Հա էլի ես սոված եմ։ Ես էլ ուզում եմ տուն հասնել։ Ոնց տուն գնանք։ Քարտեզը մեր մոտ է ու ամբողջական։ Մենք հնագույն աստղադիտարանում ենք, ինչու չանցկացնենք գիշերը այստեղ։ Համաձայն եմ։ Մարդիկ դեռ հին ժամանակներից հետաքրքրվել են աստղերով։ Աստղերը ձգել են մարդկանց այնպես, ինչպես ձգում են իրար։ Եվ այդ ձգողականության ուժն է ստեղծում աստղային խմբեր, համաստեղություններ, որոնք հայկական առասպելներում իրենց տեղն են գտել։ Այդ նույն ձգողականության ուժը օգնեց քեզ գտնել քո ընկերներին։ Առանց դրա դուք թափառող աստղերի նման հավերժ կսավառնեիք անծայրացիր երկնքում։ Իսկ հիմա դուք պատմություն ունեք, որում առասպելական ուժ է թաքնված։ Ես կարծես ավարտին եմ հասցրել գիրքս։ Վաղը եկեք, միասին վեր ընթերցենք եւ տանենք հրատարակչություն։ Բարեկիշեր։ Դե եկեք ձեզ թե հյուրասիրեմ։ Չէ, արդեն շատ ուշ է, գնանք տուն, միևնույն է վաղը հանդիպելու ենք։ Լավ, ցտեսություն։ Բարի գիշեր։ Ընկերներ, կներեք, ես եմ մեղավոր։ Արմեն, դու մեզ հերթական անգամ փրկեցիր։ Մենք պետք է ներողություն խնդրենք։ Ոչ մեկը իրարից ներողություն մի խնդրեք։ Ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Եկեք գնանք տուն, անուն մեզ կերակրի։ Մարիա, Աննա, Արմեն ու Գորգ, տևում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր ակտիվ հերթան գրի լինի։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։